Նոր բախումներ են տեղի ունեցել Հալեպում, պետական լրատվամիջոցների փոխանցմամբ ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ և մի քանիսը վիրավորվել են։ Բախումները տեղի են ունեցել կառավարական և քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև։ Հայաշատ քաղաքում տեղակայված Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը վստահեցնում է, որ չի ընդհատել գործունեությունը և ծառայություններ է մատուցում դիմողներին։ 2024-ի նոյեմբերին, երբ Սիրիայում իշխանափոխություն էր տեղի ունենում և կրկին բախումներ էին, Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը տեղափոխվել էր Դամասկոս, ապա Բեյրութ։ Հայերի շրջանում տուժածների մասին չի հաղորդվել, Ազատությանը հաջողվել է զրուցել տեղի հայերից մեկի հետ։ Հիմա չեն զաններ, պամը չի գա, բայց ժողովուրդը խառնաշփոթ վիճակի մեջ է, անշուշտ դպրոցները կոց են, մեկը գործի չեկացած, գործադեղերը կոծած են։ Կսպասենք, ապահոված ենք ամեն մեկը ապահով դեղ, որովհետեւ երբ որ պամը լա, ապահոված ենք։ Այսինքն սննդի պաշարներ նկատի ունեք։ Այո, սնունդ ամեն ինչ։ Ես ասեմ հայերու բարակային Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին դրամատրած են հայերուն, որովհետեւ ներկայացրահ անոր գուզե դուներեն դուրս գալ, այդտեղ հավաքվին։ Եվ բժշկական, եթե որևէ բանի պետք ունենան, օգնության խաչը տարմանադունը պիտի ապահովի իրենց նորքյուղի տարմանադունը։ Այսինքն դա որպես ապաստան կծառայի։ Այո, ապաստան եւ տարմանադունը, եթե ասված չնե պետք է լավ, այսինքն վիրավորվի մեկը եւ այլն։ Տեղեկություններ կան հայերի շրջանում տուժածներ կան։ Տեղեկություն չարին մարդկային վնասներու, ոչ։ Իսկ որքան է հեռու իրադարձությունների էպիկենտրոնը հայկական Հեռու թաղամասը։ չէ, մոդիկ է, այսինքն նորքյուղը այս շրջանի հետ քիզ է ուղագի։ Հայերը պետք է դուրս գան, տներում ապահով չի լինի, այդպիսի հրահանգ եղել է։ Հիմա հրահանգ չի գա, ոչ, բայց ան որ կպապակի դունեն դուրս ելնել, ապաստան գա, այսինքն։ Ձեր տունը հեռու է։ Շատ հեռու չէ, բայց նա ինքնիսերից աստծո վրա դրած ենք։